Երանի սգավորներին, ոնց թե լացողներին ինչի երանի։ Տղես, ստեղ մի քանի կարևոր միտք է նկարագրված, որոնց կարելի է նման կերպ վերնագրել։ Այն մարդկանց կյանքում, որ դժվարություններ չկան, նրանց հայացքը երբեք Աստծուն չի դառնա։ Այսինքն Մի հատ այդ համարի վերջն էլ կարդա տղես։ Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն։ Այն մարդիկ, ովքեր ցավի ու տառապանքի մեջ կորուստ ու մահ են շոշափում, լացով ու արտասուքով դիմում են Աստծուն հուսալով պատասխան, նրանք կստանան ու կմխիթարվեն։ Այն մարդիկ, ովքեր Աստծո նման ցավ են ապրում երկրում կատարվելիք անօրենությունների պատճառով ու արտասուքով դիմում են Աստծուն, նրանք կստանան պատասխան և կմխիթարվեն։ Այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց մեղքերը և հասկանում, որ դրանք պատճառ են Հիսուսի խաչի, նրանք արտասուքով դիմում են Աստծուն և ստանում են ներման պատասխանը ու մխիթարվում։ Շատ տպավորիչ էր։ Այս երաներին կարելի է արտահայտել նման կերպ. երանելի է այն մարդը, ով ցավ է ապրում երկրի տանջանքներից և իր մեղքերից, որտեղ նա Աստծո կողմից մխիթարություն է ձեռք բերելու։ Եվ այդ սիրտը քեզ չի տրված, որ դու մաշես ամեն օր, այնտեղ պիտի ապրի Աստված, ոչ թե ցավեր նորանոր։